Եթե դուք վերջին շրջանում շատ եք հետաքրքրվել կրիպտոարժույթներով, լսել եք բիթքոյնի մասին, բայց չգիտեք թե ինչից կարելի է սկսել, ապա այս տեսանյութը հենց ձեզ համար է։ Շատերը արդեն հասկանում են, որ կրիպտոարժույթը պարզապես թրենդ չէ, այլ նոր ֆինանսական ուղղություն է, որով կարելի է զբաղվել եւ ստեղծել իրենց համար նոր հնարավորություններ։ Բայց այստեղ առաջանում է մեկ շատ կարևոր հարց. ինչից սկսել, ինչով առաջ շարժվել, ինչպես հասնել հաջողության։ Այդ մասին ընկերներ խոսալու ենք այս տեսանյութի ընթացքում, ես մանրամասն կպատմեմ, թե ինչից պետք է սկսել, որ լինի անվտանգ, կատարենք ճիշտ ներդրումներ եւ ճիշտ պահին։ Ինչի շատերը չեն սկսում։ Շատերին կանգնեցնում է 3 հիմնական սխալ։ Առաջինը վախերն են։ Իսկ եթե սկսեմ եւ սխալվեմ, իսկ եթե գումար կորցնեմ։ Երկրորդը ինֆորմացիայի շատ լինելն է։ Շատ կարծիքներ, շատ պատկերացումներ եւ շատ մոտեցումներ։ Համացանցում կա ամեն ինչ եւ սկսնակը կորում է այս տեղատարափի մեջ։ Երրորդը սխալ եւ թյուր ըմբռնումն է, որ ներդրումներ անելու համար եւ կրիպտոարժութային թրեյդինգով զբաղվելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ։ Ուզում եմ ասել, որ այստեղ սա միֆ է, ոչ թե իրականություն եւ զբաղվել ներդրումներով ոչ թե անհրաժեշտ է մեծ գումար, այլ անհրաժեշտ է փորձ եւ հմտություններ։ Սկսենք կրթությունից, առաջին հիմնական մոտեցումից։ Կրթությունը ամենակարևոր պարագան է այս ամեն ինչում, որպեսզի դուք հիմքերը նախ եւ առաջ հասկանաք ինչ է բլոկչեյնը, ինչպես է աշխատում բիթքոյնը, ինչ է բիրժան, ինչ են կրիպտոարժույթները եւ նոր սկսել ներդրումներ կատարել։ Սա նման է ընկերներ մեքենա վարելուն։ Նախ եւ առաջ մենք սովորում ենք կանոնները, այնուհետև մենք նստում ենք մեքենայի ղեկին եւ դուրս ենք գալիս փողոց։ Սա դարձնում է մեզ փողոցի, այսինքն երթևեկության լիակատար անդամ։ Միայն նրանից հետո, երբ որ մենք գիտենք, թե ինչից հետո ինչ պետք է անենք։ Ընկերներ, նաև պետք է հիշել, որ ցանկացած ներդրում առանց հիմքի վերածվում է գուշակության։ Երկրորդ հարցը, թե որտեղ է պետք կատարել այդ ներդրումները։ Ինչպիսի բիրժաներ ընտրել, սա սկզբնակի հիմնական հարցերից մեկն է։ Բիրժան պետք է լինի վստահելի, պետք է լինի անվտանգ եւ պետք է լինի պարզ իր օգտագործման մեջ։ Այսօր ամենատարածված եւ ամենահեղինակավոր բիրժաները Bybit-ն են եւ Binance-ը։ Բիրժաները գործում են երկար ժամանակ շուկայում, ունեն մեծ վստահելիության մթնոլորտ։ Այս կանոններին դուք էլ պետք է հետևեք հենց բիրժա ընտրելիս։ Ինչքան ժամանակ է գործում բիրժան, արդյոք ունի երկփուլային անվտանգության համակարգ, ինչքան օգտատերեր են օգտվում, ինչքան շրջանառություն է անում տվյալ բիրժան եւ այլն։ Սրանք կանոններ են, որոնց հետևելով դուք կընտրեք ճիշտ բիրժա։ Եվ նաեւ հիշեք, որ պետք չի բիրժա ընտրել, գրանցվել, մուտք գործել, զբաղվել ներդրումներով, պարզապես ինչ-որ մեկի խորհրդով։ Ինքներդ ընտրեք ձեզ հարմար բիրժան։ Հաջորդ հարցը, որը շատ կարևոր է, ինչքան գումարով կարելի է սկսել ձեր ներդրումները։ Իրականում մեծ ներդրումներ երբեք եւ ոչ մի պարագայով անհրաժեշտ չեն։ Նախ եւ առաջ պետք է հիշել, որ դուք ի սկզբանե սովորում եք եւ սովորելու համար մեծ ներդրումներ անհրաժեշտ չեն։ Ասում են կա քարերը հավաքելու ժամանակ եւ կա քարերը նետելու ժամանակ։ Դուք պետք է նախ եւ առաջ հավաքեք այդ քարերը, կրթվեք, սովորեք, հասկանաք թե ինչպես է պետք կատարել գործողությունները, դրանից հետո նոր զբաղվել ներդրումներով։ Ասում են փոքր գումարով ներդրումները դա ամենաճիշտ մոտեցումն է։ Դա ավելի ճիշտ է, քան մեծ գումարով արված սխալը։ Ինչ գնել առաջին հերթին եւ ինչից սկսել ձեր ներդրումները։ Սա տարածված հարց է, որ տալիս է ցանկացած սկսնակ։ Սովորաբար մարդիկ մտածում են, որ պետք է գտնել այն մեկ քոյնը, որը կարող է գերազանցել սպասելիքները եւ մեծ եկամտաբերություն ապահովել մեծ տոկոսներով։ Սա հիմնական եւ տարածված սխալ է։ Իրականում ընկերներ սկսնակներին խորհուրդ եմ տալիս սկսել ամենաֆունդամենտալ կրիպտոարժույթներից։ Ընտրել կրիպտոարժույթներ, որոնք անցել են ժամանակի փորձության միջով եւ այս պահին ունեն արդեն ստաբիլ եւ կանխատեսելի եկամտաբերություն, տոկոսայնություն։ Bitcoin, Ethereum եւ նմանատիպ ֆունդամենտալ կրիպտոարժույթներ։ Կա ներդրման տեսակ, որ ես խորհուրդ կտամ բացառապես բոլորին, եւ դա DCA-ն է, ընկերներ։ Ինչ է նշանակում DCA ներդրումներ։ Կատարել ներդրումներ փոքր չափաբաժիններով, հաշվի չառնելով գինը եւ հաշվի չառնելով տվյալ պահի շուկայի իրավիճակը։ Սա ընկերներ կատարում են բոլոր այն ներդրողները, ովքեր շուկայից չեն հասկանում, բայց ցանկանում են ներդրումներ կատարել։ Սա ձեզ թույլ է տալիս, որպեսզի դուք զարգացնեք ձեր մեջ արդեն ներդրումային մտածողություն,
զարգացնեք ձեր մեջ կարգապահություն եւ սկսեք արդեն ներդրումներ կատարել հենց այսօր, սկսեք արդեն զարգանալ այս ոլորտում։ Ինքս ընկերներ խորհուրդ եմ տալիս, անգամ եթե դուք չեք կատարում ներդրումներ, հատկացրեք ձեր ֆինանսական միջոցներից ինչ-որ մի հատված 5% ձեր շահույթից, 10% ձեր աշխատավարձից եւ ամեն ամիս կատարեք ներդրումներ, որովհետեւ ներդրումները սրանք բնական ճանապարհն են ավելացնելու ձեր ունեցածը։ Եթե մենք նայենք բնությանը, պատկերացրեք մենք ունենք 1 խնձոր։ Եթե ուզում ենք այս խնձորը վերածել 50 խնձորի կամ 1 ճանապարհ եւ 1 եղանակ, ներդնել այդ խնձորը հողի մեջ, տնկել, ջրել, խնամել, վերածել ծառի եւ ծառից ստանալ այդ 50 խնձորը։ Այդպես է նաեւ ֆինանսներում։ Դուք այսօր ներդրում եք ձեր փոքր ֆինանսը, ապագայում մեծ ֆինանսների, մեծ եկամուտների ակնկալիքով։ Եվ ամենակարևոր կանոնը՝ երբեք մի ներդրեք այն գումարը, որը նախատեսված է կարիքների համար։ Ի սկզբանե ներդնում ենք այն գումարը, որը պատրաստ ենք կորցնել սովորելու համար, եւ երբեք չենք ներդրում այն գումարը, որը նախատեսված է կարևոր կարիքների համար։ Մարդիկ ունեն հոգեբանական մեկ հատկանիշ՝ հարստանալ են ցանկանում մեկ գիշերում, մեկ օրում, սա տարածված սխալ է։ Այստեղ ընկերներ պետք է հաշվի առնել, որ գոյություն ունեն նաև ռիսկեր, ինչքան էլ որ հնարավորությունները մեծ են, ինչքան էլ որ հնարավոր է մեծ գումարներ վաստակել, մեծ կապիտալ ստեղծել, նաև կան ռիսկեր, որոնք պետք է կարողանալ կառավարել։ Պետք է գտնել մեկ մոտեցում, որը կնվազեցնի ձեր ռիսկերը, կմինիմալիզացնի եւ կհասցնի գրեթե 0-ի։ Սա նման է ընկերներ փողոց անցնելուն։ Երբ որ մենք փողոցն անցնում ենք կանաչ լույսով, անցնում ենք հետիոտնի համար նախատեսված անցումով, սա մինիմիզացնում է մեր ռիսկերը, օրենքների իմացությունը եւ կանոնների իմացությունը հասցնում է հարցը 0-ական մակարդակի, բայց նախ պետք է դա սովորել, նախ պետք է կիրառել շուկայում, պետք է հասկանալ օրինաչափությունները, այնուհետև նոր մեծացնել ներդրումների ծավալը։ Եթե ընկերներ մենք փոքրացնենք սխալները, մենք կմեծացնենք նաև եկամուտները։ Իրականում սխալները շատ չեն այս ոլորտում։ Սխալներից հիմնականները մանավանդ սկսնակների համար գնել այն ժամանակ, երբ որ կրիպտոարժույթը արդեն բավականաչափ աճել է եւ հասել է իր մաքսիմալ մակարդակներին, գնել խայպի վրա, գնել խորհուրդներով, գնել ինչ-որ տելեգրամյան ալիքներին հետևելով։ Ընկերներ, ձեզ նախ եւ առաջ անհրաժեշտ է, որպեսզի դուք ինքներդ հասկանաք, թե ինչպես է աշխատում շուկան, մինչև ներդրումներ կատարելը։ Շատերը նաեւ սխալվում են, երբ որ կատարում են էմոցիոնալ առևտուր։ Այսինքն, մեր որոշումները կայացնելիս մենք հիմնվում ենք մեր էմոցիաների վրա, առանց հիմնավորման, առանց փաստարկի, առանց որևէ կապի որոշում ենք։ Այ այստեղ գնենք, հաստատ աճելու է։ Ես զգում եմ, որ այս կրիպտոարժույթը աճելու է։ Սա հիմնական տարածված սխալներից է, որից պետք է խուսափի ցանկացած նորեկ։ Եթե այս հանդիպումից պետք է մեկ բան հիշեք, ապա թող այդ մեկ բանը լինի սա։ Կրիպտոյում հաջողությունը սկսվում է, երբ որ դուք սովորում եք, փորձում եք փոքր գումարներով, ձեռք եք բերում համակարգ, սիստեմա եւ աշխատում եք կարգապահորեն ձեր ստեղծած համակարգով։ Եվ ժամանակի ընթացքում ձեր գիտելիքները վերածվում են ձեր ամենահզոր գործիքին, ձեր մեխանիզմին, որը ձեր համար արտադրում է ֆինանսական միջոցներ։ Հիշենք ընկերներ, որ ֆինանսը, հիշենք, որ գումարը դա էներգիա է, դա փող է, որը գալիս է մեզ մոտ այն պարագայում, երբ որ մենք ճիշտ ենք տրամադրված իր հանդեպ։ Հիմա ընկերներ, հուսով եմ, որ ձեր համար եթերը եղավ օգտակար, եթե այդպես էր անպայման մեկնաբանություններում գրեք, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ կհանդիպենք հաջորդ տեսահոլովակի ժամանակ։